Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդաշարը։ Մենք խոսում ենք անվանդույթների եւ արդիականացման մասին։ Եվ այժմ Առավոտի տաղավարում է կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Վահրամ Ավագ Քահանա-Մելիքյանը։ Շնորհակալություն Տեր հայր։ Սիրով։ Հոգևոր թեմաները ձեռք են բերել մեծ արդիականություն։ Դա եւ լավ է եւ վատ, չէ՞։ Ինչպես կգնահատեիք դրական եւ բացասական կողմերը։ Շնորհակալություն այս հրավերի համար, այցելելու ձեր տաղավար եւ զրուցելու այսօր շատ արդիական, այժմեական խնդիրների եւ հարցերի մասին։ Անշուշտ կարեւոր է, որ հոգևոր նյութերը մշտապես արծարծվեն եւ յուրաքանչյուր թե անհատի եւ թե հասարակության մտորումների կիզակետում լինեն, որովհետեւ դա նշանակում է, որ այդ հանրությունը եւ կամ անհատը բռնել է որոշապես հոգևոր առողջացման ճանապարհ։ Սակայն եթե մենք բաղդատենք այսօրվա մեր իրավիճակի հետ, ապա այստեղ ես որոշակի վտանգներ տեսնում եմ, որովհետև այդ ամենը կատարվում է լրիվ այլ լույսի ներքո։ Երբ որ ոչ թե եկեղեցին է քաղաքականություն բերվում, այլ ընդհակառակը քաղաքականությունն է բերվում եկեղեցի։ Եվ եկեղեցին, որը ինքը ամբողջական համայնքն է, տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր կյանքի նկատմամբ մոտեցումներ ունեցող անձանց դիրքորոշումներ, հայեցակարգեր դավանող եւ այլն, բայց միևնույն ժամանակ միավորված իրենց հավատով նման օրինակ երևույթները գալիս են այդ համայնքը պառակտելու, երկփեղկելու, ինչը որ իր հետ բերում է շատ մեծ վտանգներ, հատկապես մեզ նման փոքր ազգերի համար։ Ընդհանրապես, երբ որ ինչ-որ թեմա ընկնում է սոցցանցային, այսպես ասած, տարածք, ապա կկնապատկվում են կամ հարուրապատկվում են դրա մասնագետները, հա, բոլորը դառնում են դրա մասնագետները։ Ասենք կորոնավիրուսը եղավ, չէ՞, կներեք այդ համատության համար։ Կորոնավիրուս բոլորը դարձան վարակաբան։ Պատմական ինչ-որ թեմաներ են, բոլորը դարձան պատմական, կամ ռազմական, բոլորը դարձան ռազմական։ Հիմա բոլորը դարձել են պատարագի, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցու կանոնագրքերի մասնագետներ։ Դա ինձ թվում է լավ չի։ Անշուշտ դա վատ երևույթ է։ Նախ այն, որ այս հասարակության մի մասը ուղակի ապրում է ոչ իրական կյանքով, ապրում է համացանցում, որտեղ լրիվ այլ իրականություն է կյանքի։ Եվ սա հղի է շատ վատ հետևանքներով մեզ համար, որովհետև մեր ժողովուրդը կորցնում է սթափ գնահատելու կյանքի իրողությունները եւ այն իրավիճակները, որոնք որ շարունակաբար մեզ պարուրում են տարբեր կորստաբեր վտանգաշատ երևույթներով, որոնք որ չեն կարող ի վերջո անդրադարձ ունենալ մեր կյանքի ընթացքի վրա։ Բայց դա մեկ կողմ։ Իսկապես մեզանում երևի մեր մտածողության խնդիրն է ազգային, որ բոլորը եւ ժամանակին դա էլ վկայակոչվում էր, որ բոլորս իրավունք ունենք լինելու եւ ղեկավարներ, եւ վարչապետներ, եւ պաշտպանության նախարարներ, բոլորը ամեն ինչից քաջատեղյակ են, աշխատողները քիչ են կարծեք թե, բայց բոլորը պատրաստ են խորհուրդներ տալ եւ աստվածաբանության մեջ, եւ կանոնագիտության մեջ, եւ անշուշտ սա ցավալի երևույթ է, որովհետեւ երբեք սա չի կարող մեզ առաջնորդել համերաշխ գոյակցության, որովհետեւ ի վերջո դա փլուզման է բերում, ի վերջո դա քայքայման է բերում եւ ներհասարակական կյանքում դա շատ իսկապես սարսափելի հետևանք կարող է ունենալ, որովհետեւ կորսվում է վստահությունը նախ եւ առաջ այն հաստատությունների հանդեպ, որոնք որ կրողն են համապատասխան լիազորությունների եւ կամ իշխանության վճիռներ կայացնելու համապատասխան այդ ոլորտներում, եւ երկրորդը ուղղակի քայքայում է յուրաքանչյուր անհատին, ով նման հավակնություն է դրսևորում, որ ինքը շատ ավելի լավ գիտի այդ ոլորտը, քան այդ ոլորտի պատասխանատունն կամ անմիջական ներգրավվածություն ունեցող անձինք տվյալ ոլորտի, չգիտեմ, որոշումների կայացման գործընթացը լինի, եւ կամ ընդհանրապես առօրյա կյանքը, որը բխում է այդ ոլորտի պատասխանատվությունից։ Դուք տասնամյակներ նվիրել եք այս ծառայությանը, դուք կարող եք ասել, որ ձեզ համար չկան ոչ մի մութ, ոչ մի վիճելի ինչ-որ հարցեր ձեր ծառայության մեջ։ Գիտեք, անշուշտ հարցը կարիք ունի առավել մասնավորեցման, բայց անկախ ամեն ինչից, որ ես հոգևոր սպասավորության մեջ եմ, ինքս այդ հոգևոր ճամփորդությունը
լավ, ավելի հստակ օրինակ բերեմ։ Մենք ամեն տարի որոշակի եկեղեցական օրացույցին հետևելով ապրում ենք որոշակի տոների միջով ենք անցնում եւ օրինակ մեծ պահքի շրջանն ենք վերապրում։ Ինչպես հիմա։ Ես կարող եմ ինչպես եւ հիմա գտնվում ենք այդ շրջանի մեջ։ Ես իմ 99 թվականից ես ծառայության մեջ եմ, 2001 թվականից իբրև ձեռնադրյալ ամուսնացյալ քահանա։ Ամեն տարի ես յուրովի եմ ընկալել մեծիպահոց այս շրջանը, որովհետև ամեն տարի ինձ համար ելնելով իմ ապրած կյանքի փորձառությունից, որը ամեն տարի ավելացել է եւս 1 տարով, ես նոր շերտեր եմ բացահայտել այդ պայծողության մեջ։ Շատ ուրիշ խնդիրների եւ հարցերի եմ սկսել ուշադրություն դարձնել։ Սևեռվել եմ առանձին երևույթների հետ, որոնց հետ ինքս անհատապես փորձել եմ մաքարել ինձ համար նախ եւ առաջ, եւ ապա նաեւ այն համայնքի համար, որը ինձ վստահվել է իմ ծառայության բերումով։ Այսինքն դա մշտական շարժում է, մշտական զարգացում է, որը երբեք տեղում չի դոփում։ Շատերին թվում է, թե այսինչ է, անընդհատ նույն բանն է կրկնվում։ Պատարակը նույնն է, ժամերգությունները նույնն են, աստվածպաշտությունը նույնն է, տոները նույնն են, պահեծողության շրջանները նույնն են, նույն կարծեք թե ինչ որ համաչափություն ունեցող, չէ, շղթա է։ Եվ երբեմն թվում է, թե մարդ ուզում է այդ շղթան պատռել, ազատություն է տնչում ի վերջո հոգին, որովհետև ուզում է սավառնել, ստեղծագործել եւ այլն, բայց այդ ամենը քեզ բերում է վերադարձնում է նորից նույն ուղու մեջ, որտեղ որ դու կարողանում ես ինքդ քեզ նախ վերագտնել եւ ապա նաեւ համապատասխան հետեւություններ անելով ծառայեցնել քո փորձառությունը ուրիշների բարօրությանը, որովհետեւ հոգեվոր կյանքը ինքը այսպես մի հարվածի կամ մի ցանկության պայմանավորված երևույթ չէ։ Դա մի հատ երկարատև ապրումի, ապրումակցման, չգիտեմ, մտորումների, խորհրդածությունների մի հսկայական ընթացք է, ճանապարհորդություն է, ինչպես որ մեր կյանքն է սլանում տարիներով, տասնամյակներով, այնպես եւ մեր հոգեվոր կյանքը զուգահեռաբար եւ երբեմն շատ ավելի շեշտակի կերպով կարիքն ունի անդրադարձումի, որպեսզի մեր կյանքում մենք կրողը լինենք այն արժեքների, որոնք որ ի վերջո վերջին հաշվով ամենակարևորը հանգեցնում են մեր հոգու փրկությանը, որովհետև յուրաքանչյուր հավատավոր անձի, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի նպատակը հոգու փրկությունն է, եւ դրանից է ածանցվում մնացյալ բոլոր արարքները, ձգտումները, ցանկությունները, ջանքերը եւ կամ ցանկացած գործ, որ քրիստոնյան ձեռնարկում է իր կյանքում, ի վերջո իր մտքի, այսպես ասած, վերջին հանգրվանում պիտի լինի միակ պատճառաբանությունը այդ արարքի, որ արդյոք այն նպաստում է իր հոգու փրկությանը, թե ոչ։ Այլ հիմնավորումներ, այլ պատճառաբանություններ ոչ թե երկրորդական են, այլ անիմաստ են։ Եթե թույլ կտաք, ես կշարունակեմ ձեր բերած օրինակը, ժամանակին դուք ինձ նվիրեցիք ձեր գիրքը, որը նվիրված է հենց այս շրջանին, հա, մեծ պահքին։ Հիմա դուք տարիներ առաջ եք գրել, հիմա նույն ձևի կգրեիք այդ գիրքը։ Ես ոչ միայն կվերասրբագրեի այն, որովհետև ի վերջո յուրաքանչյուր գիրք այդ ժամանակաշրջանի ծնունդն է։ Կարծում եմ ես դրանից հետո նաև չեմ վարանի ասել, հասունացել եմ նաև շատ ուրիշ առումներով հոգևոր կյանքի մեջ եւ այսօր կարծում եմ ես այլ կերպ կշարադրեի այդ գիրքը, որովհետեւ նաև աննորմալ պիտի լիներ, եթե ես նույն կերպ կարողանայի այդ գիրքը գրել։ Այդ գիրքը իր ժամանակի ծնունդն է, այդ ժամանակի ապրումների, մտածողության, այսօր այդ շրջանից անցել են տարիներ եւ վստահաբար ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող իր ստեղծագործության մեջ ներդնում է իր ամբողջ փորձառությունը, իսկ այդ փորձառությունը բնականաբար աճում է նաև այսօրվա շատ դրական եւ բացասական երևույթների լույսի ներքո։ Իսկ եթե վերցնենք ոչ թե անհատական փորձառությունը, այլ 17 դարի մեր, այսպես ասած, փորձառությունը, կան ինչ-որ բաներ, որոնք հնացել են եւ պետք է փոխվեն։ Գիտեք, եկեղեցին իբրև Քրիստոսի մարմին մի կողմից Քրիստոսի մարմինն է, բայց մյուս կողմից բնականաբար ժամանակի ոգուն եւ շնչին համապատասխան քայլեր ձեռնարկում է։ Եվ այդպես եղել է բոլոր դարերում, որովհետեւ եկեղեցին ոչ միայն առաջնորդվել է սուրբ գրային պատվիրաններով, թելադրություններով, այլ նաեւ այդ ամենի հիման վրա
ասում ենք, չէ, հայրապետների, վարդապետների ուսուցումներով, խրատներով, սահմանած ժողովական կանոններով, որոնք որ այսօր ունենք բազում կանոնագրքեր, որոնց մեջ շարադրված են։ Եվ այդ կանոնագրքերն էլ երբ որ քննում եք, ապա սկսած առաքելական կանոններից մինչև Մխիթար Գոշի դատաստանագիրքը կամ Սմբատ Գուստաբլի դատաստանագիրքը, այսինքն այդ կանոններն էլ զարգացում են ապրում, որովհետև ուղղակիորեն բխում են եւ առնչվում են տվյալ ժամանակաշրջանի հետ, թելադրանքն են տվյալ ժամանակաշրջանի, արտացոլումն են խնդիրների, որտեղ ի վերջո այդ կանոնները քննելով մենք կարողանում ենք եզրահանգման գալ, թե տվյալ ժամանակաշրջանում ինչպիսի երևույթներ են եղել, որ եկեղեցու հայրերը ժամանակի իշխանների հետ միասին, օրինակ, գումարել են ազգային եկեղեցական ժողով եւ վճռել են, որ այս երևույթի կասեցման համար սահմանում ենք այսպիսի կանոն։ Այդ անգամ դրանից բխող պատիժներով եւ այլն, որպեսզի այդ երևույթը, որը տվյալ հանրությանը այդ ժամանակաշրջանում հատուկ էր, կարողանան կասեցնել, արմատախիլ անեն։ Հետևաբար դա արդեն իսկ դրսևորումն է այն զարգացման, որ արկա է, այսինքն եկեղեցին միշտ է արդիականանում, բայց դա չի նշանակում, որ եկեղեցու հիմերը փոփոխելի են։ Եկեղեցու հիմնադրույթները հավատի փոփոխելի են։ Եկեղեցու դավանանքը բոլոր դարերում նույնն է եղել, հանուն այդ դավանանքի մարդիկ մարտիրոսացել են, նահատակվել են, բայց այդ դավանանքը չեն ուրացել։ Եվ այսօր էլ եկեղեցին բնականաբար տարրեր կան, որոնք որ անփոփոխելի են, բայց նաև կան տարրեր, որոնք որ կարիք ունեն վերատեսության, վերանայման, եւ կարծում եմ, որ եկեղեցին դա անում է, որովհետեւ այլ հարց է, որ մենք կարող ենք համարել, որ դանդաղ է գործում եւ կամ չեմ կարծում, որ եկեղեցին արագաշարժ մարմին է, այն դանդաղաշարժ մարմին է, բայց եկեղեցին իբրև հաստատություն միշտ կարիք ունի այդ ամենը քննելու այդ իր անցած փորձառության լույսի ներքո, կարիք ունի գնալու դարերի խորքը եւ իր յուրաքանչյուր որոշում հիմնավորելու եւ կամ դիտարկելու այդ 17 դարի նախորդների փորձառության լույսի ներքո, որովհետեւ գիտեք, երբեմն քանի որ ես ներկա եմ լինում այդ որոշումների նաեւ կայացման գործընթացին, ես տեսնում եմ, թե հայրապետը, եպիսկոպոսները, երբ որ անցնում են ժողովական սրահ որոշում կայացնելու, իրենք ոչ թե որ պարզապես այսօրվա այս խնդիրը կա սեղանի վրա եւ այս խնդիրը պետք է լուծել ցանկացած միջոցով, ցանկացած հնարավորություն օգտագործելով, ոչ, նրանք յուրաքանչյուր խնդիր իր լուծման առումով դիտարկում են, թե արդյոք այդ լուծումը համապատասխան է ոգուն նման օրինակ խնդիրների լուծման, որ եղել են դարեր առաջ։ Ի վերջո պատասխանատվություն են զգում ոչ միայն Աստծո առջև, այլև նախնյաց առջև, որովհետև իրենք այսօր շարունակողներն են այդ ավանդության, եւ այդ ավանդությունը իրենք պարտավոր են սրբորեն պահել, բայց նաեւ պարտավոր են ջանքեր գործադրել, որ ոչ թե այդ ավանդությունը կորի, այլ ընդհակառակը այդ ավանդությունը փոխանցվի եւ հաջորդ սերունդները եւս կարողանան հենվել այդ ավանդության վրա։ Այնպես որ եկեղեցու ավանդությունը, որը կազմված է Սուրբ գրքից դուրս հայրապետների, վարդապետների, հայրերի, կանոնագետների, աստվածադանների փոխանցած այդ ժառանգության, բանավոր ժառանգության, որը տարբեր շրջաններում արձանագրվել է նաեւ, իրենք պարտավոր են հավատարիմ մնալ այդ ավանդությանը, բայց նաեւ զարգացնել այդ ավանդությունը այսօրվա մերօրյա մարտահրավերների, խնդիրների նկատառումով, այսինքն հաշվի առնելով այդ ամենը։ Բարենդորոքու բառը արդեն բազմիմաստ է դարել, նաև իմ համար ձեռք է բերել բացասական իմաստ, այնուամենայնիվ այդ բարենորոգմամբ ով պետք է զբաղվի, կաթողիկոսը, եպիսկոպոսները, թե բոլորը։ Սուրբ գրքի մեջ առաքյալը նկարագրում է, որ ասում է եւ Աստծուց տրվեց շնոր մեկին ավետարանելու, մեկին բժշկելու, մեկին ուսուցանելու։ Պողոս առաքյալը։ Այո։ Հետևաբար Սուրբ Հոգին է, որ բաշխողն է այդ շնորհների եւ եկեղեցական իշխանությամբ է, որ դա որևէ անձ ունի իրավասությունը կատարելու
որևէ բարեփոխություն եկեղեցու կյանքում։ Այդ իշխանությամբ օժտված է հայրապետը, այդ իշխանությամբ օժտված են հայրապետի շուրջ համախմբված եպիսկոպոսները։ Եկեղեցին ինքը նվիրապետություն է, որի Հիերարխիա։ այո, հիերարխիա է, որի գլուխը ամենայն հայոց հայրապետն է, իբրև առաջին պատասխանատուն հայաստանյան ճառագելական Սուրբ եկեղեցու եւ ամենայն հայոց հայրապետի եւ նաեւ եպիսկոպոսած դասի միջոցով է, որ կատարվում է ցանկացած բարեփոխություն եկեղեցական կյանքում, բայց այդ բարեփոխությունը եկեղեցական կյանքում կտրված ինչ որ մի երևույթ չի կարող լինել, այն ուղղակի բխում է եկեղեցական կյանքից, այն արտաքին աշխարհից ինչ որ այլ լիազորություններով օժտված մարդկանցից չի կարող վերվել եկեղեցու դաշտ, այլ եկեղեցին ինքը իր մեջ հասունացնում է այդ բարեփոխությունը։ Ինչպես որ գիտեք, վերջերս էլ անգամ գիրք էր հրապարակվել առաջին անգամ հայ եկեղեցում եւ նկարագրվում էին ամենապարզ երևույթները, որոնք որ ինչ որ ժամանակ առաջին անգամ սկսեցին տեղ գտնել հայ եկեղեցու կյանքում, սկսած երգեոնի գործածությունից, ավարտած, չգիտեմ, քարաձայն պատարագի կատարմամբ, երկսեռ երգչախմբի ներդրմամբ եկեղեցական կյանքում եւ այդպես բազում երևույթներ, չգիտեմ, առաջին լուսանկարը հայրապետի, այսինքն բոլոր այդ երևույթները այդ պահին կարող է ինչ-որ մարդկանց կողմից խնդրահարույց են նկատվել եւ այլն, բայց այդ երևույթները քննարկման առարկա են դարձել եւ ի վերջո ամենայն հայոց հայրապետի սրբատար կոնդակով վավերացվել են իբրև բարեփոխության հետևանք, որով որ եկեղեցին, չգիտեմ, պատրաստակամ է առաջ շարժվել եւ եկեղեցիների լուսավորությունը մոմերի միջոցով կատարելու փոխարեն օգտագործել էլեկտրոէներգիա։ Օրինակ դա եւս բարեփոխման մի դրսևորում էր։ Թվում է թե շատ այսօրվա հայացքով շատ պարզ, երբեմն մեզ համար 21-րդ դարի անձի համար ոչ միշտ ընկալելի, բայց դա գործընթաց է, որը լուրջ քննարկման առիթ է տվել եկեղեցու ներսում։ Արդյոք այդ անցումը նպաստելու է, պետք է այդ համահունչը եւ այլն, բոլոր այդ հարցադրումները պետք է տրվեն, բայց այդ հարցադրումները պետք է տրվեն եկեղեցական իշխանության կողմից, որպեսզի նաև լիազորությունը ստանան այդ երևույթները իրենց լուծումը գտնելու եկեղեցական իշխանության կողմից։ Արտաքուստ բերված որևէ երևույթ կարող է դիտարկման առարկա դառնալ, քննության առարկա դառնալ։ Եկեղեցին էլ երբ որ քննում է ցանկացած երևույթ, դիմում է բազում մասնագետների։ Նրանցից ոմանք կարող են աթեիստներ անգամ լինել, եկեղեցու մեջ չլինել, եկեղեցու անդամ չլինել, բայց նրանց օգնությունը կամ մասնագիտական հմտությունները ամեն կերպ օգտագործվում են, որպեսզի հիմնավոր լինի յուրաքանչյուր բարենորոգություն կամ բարեփոխում եկեղեցական կյանքում։ Մերօրյա առաջարկի մեջ, որը այսօր փոթորկել է նաև հայ իրականությունը, մեր հայ հանրությանը, այդ առաջարկի մեջ որևէ նշույլ չկա ճշմարիտ բարեփոխման կամ բարենորոգության։ Հարցերը, որոնք որ բարձրացնում են, բարձրացնողների տիրույթում չեն, այլ պետք է բարձրացվեն եկեղեցու կողմից, իսկ կան նաև հարցեր, որոնք որ տարբեր ժամանակներում քննարկվել են եւ ցավի սիրտ պիտի ասենք նաև որոշ այդ եպիսկոպոսներից ներկայացուցիչներ նաև պատասխանատուներ են եղել այդ հարցերի վերաբերյալ եկեղեցու մերօրյա դիրքորոշումների վերասահմանման, բայց ցավոք սրտի ինչ-ինչ պատճառներով իրենց, այսպես ասած, հանձնարարականը չեն կատարել, որի պատճառով նաև կարող եմ նաև հստակ ասել, գոնե 2 տարի առաջ ծրագրված ազգային եկեղեցական ժողովը չի կայացել, որովհետև օրակարգի մեջ ներկայացված ընդգրկված հարցերը, որոնց քննության շուրջ ստեղծվել էին նաև հանձնախմբեր, որոնց պատասխանատուները նաև եղել են տվյալ եպիսկոպոսներից ոմանք, իրենց հանձնախմբերի աշխատանքը ուղղակի ավարտին չեն կարողացել հասցնել, որով եւ հետաձգվել է ազգային եկեղեցական ժողովը։ Դրանով նաև հերկվում է այդ մեղադրանքը, որ եկեղեցին ժողովներ չի գումարում արդիականացնելու իր ծառայությունը եւ կամ քննության առնելու այսօր
հայ հավատացյալի արժեվ ծառացած Իրենք պետք է արդիականացնեին, հա, այսպես ասած, իրենք նպաստեին պետք է նախապատրաստեին այդ հարցի քննությունը, որը ենթադրում էր նաև նախնական փաստաթղթերի պատրաստություն անհրաժեշտ բոլոր դիրքորոշումներով տվյալ հարցերի շուրջ։ Իսկ հարցերը շատ բազմազան էին, որոնք որ վերաբերում էին եկեղեցու կրթական առաքելությանը, սոցիալական առաքելությանը, եկեղեցի պետություն հարաբերություններին, եկեղեցու քարոզչական առաքելությանը, որովհետև եկեղեցին կարիք ունի միշտ այդ նորոգության։ Եկեղեցին այո, իր վարդապետությունը չի փոխում, բայց այդ վարդապետությունից մղված, պատասխանատվությունից մղված, որով որ մենք հանդիսանում ենք Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցին, որ ունի պատասխանատվություն Աստծո կողմից իրեն վստահված հոտի հոգևոր առաջընթացի համար, մենք գիտակցում ենք, որ կան բազում խնդիրներ, որոնք որ այսօր կարիք ունեն վերատեսության, բայց այդ խնդիրները վերատեսության են ենթարկվում եկեղեցու ժողովական կյանքում, որտեղ որ մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին է գործում է եւ ուսուցանողների միջոցով, եւ հայրապետի միջոցով, եւ եպիսկոպոսների միջոցով, եւ յուրաքանչյուր անձի միջոցով, ով ներգրավված է այդ աշխատանքներում, որովհետեւ ժողովական ի վերջո կյանքն է եկեղեցու մեջ, որը ինքը արդեն իսկ ժողովական մարմին է, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ ծնում է աստվածահաճո դիրքորոշումներ, մոտեցումներ եւ կեցվածքներ։ Միջանկյալ հարց, որը հիմա շատ է քննարկվում ուղղափառության կամ հունարեն ասած օրթոդոքսիայի մասին։ Մենք ուղղափառ ենք, թե ուղղափառ չենք, եւ ինչով ենք մենք տարբերվում հույն կամ ռուս ուղղափառներից, իհարկե չմտնելով շատ մեծ ուրեմն աստվածաբանական մանրուքների մեջ։ Անկամ տարակուսելի է կամ չգիտեմ զարմանալի է, որ նման մեզանում արկա է դիսկուրս, որովհետեւ ինչ է նշանակում ուղղափառ լինել, այսինքն ուղիղ հավատք դավանել։ Մարդիկ, ովքեր որ այս մասին մտահոգությամբ խոսում են, ինչ է իրենք համարում են, որ իրենք ուղիղ վարդապետության կրող չեն, ուղիղ հավատքի, այսինքն ճիշտ դավանանքի, դավանության կրող չեն, իրենք իրենց համարում են ոչ ճիշտ դավանանքի քրիստոնյաներ, հոգևորական ասում է, ես ուղղափառ չեմ, հա։ Ուրիշներին, ուրիշ եկեղեցիներին, որոնք որ աշխարհում նաև հայտնի են ուղղափառ, իրենց անվան մեջ ուղղափառ այսպես որակումով, իրենք նկատում են ուղղափառ, այսինքն սա արդեն իսկ գիտեք ծիծաղելի է։ Ինչ էլ որ լինի, մեր եկեղեցու հայրերը դարեր շարունակ մաքարել են այս հավատքը պահելու համար։ Եվ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցին պատկանում է նախաքաղկեդոնական արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին։ Եվ տարբերվում ենք անշուշտ դավանական որոշ հարցերով բյուզանդացեղ այն ուղղափառներից, որոնց թվին են պատկանում օրինակ Ռումին եկեղեցին, Ռուս եկեղեցին, Հույն եկեղեցին, Տիեզերական պատրիարքությունը իդեպ այդ ամենի, հա, գլուխ, բայց դա ոչ մի պատճառ չի կարող հանդիսանալ եւ որևէ մեկը մեզանից երբևէ չի պահանջել, որ մենք մեզ, այսինքն հայոց եկեղեցին իրեն ուղղափառ չի կոչվում, չի կար։ Եվ անգամ յուրաքանչյուր եւ հատկապես ցավալի է, որ եկեղեցականներն են նման խնդիրներ բարձրաձայնում։ Յուրաքանչյուր եկեղեցական, երբ որ առաջին անգամ ծնկում է Տիրոջ խորանի առջև, որ เป զի եպիսկոպոսից ստանա քահանայական իր ձեռնադրությունը, եպիսկոպոսը իրեն համար բարեխոսող եկեղեցականին հարցնում է. արդյոք այս ծնկածը ունի դավանություն ուղղափառ հավատի, եւ հետո թվարկում է, թե դա ինչ է նշանակում, այսինքն հավատը Սուրբ Երրորդության նկատմամբ, Քրիստոսի բնության հարցը եւ այլն, Տիրամոր Աստվածածին լինելը եւ այլն։ Այսինքն թվարկում է դոգմատները մեր հավատքի, որոնք որ նաեւ տեղ ունեն մեր հավատամքի մեջ, որը նիկեական հավատանքն է։ Այսինքն ինքը եպիսկոպոսը եթե ձեռնադրում է ինձ իբրև եկեղեցական, ինքը առաջին հարցում հենց դա է, արդյոք ունի դավանությունը ուղղափառ հավատքի։ Այսինքն մենք մեր հավատքը ինչպես կարող ենք ուղղափառ չնկատել, ինչպես մենք մեր հավատքը կարող ենք ճշմարիտ չնկատել։ Ճիշտ այդ նկատառումով է, որ մենք Քաղկեդոնի ժողովը չենք ընդունել 451 թվականի հայ եկեղեցին հրաժարվել է եւ առ այսօր ընդունում է առաջին 3 տիեզերական ժողովները, որովհետեւ համարում է, որ այդ առաջին 3 տիեզերական ժողովներն են, որ ամբողջությամբ ամփոփում են
եկեղեցու վարդապետությունը առնչված ամենասուրբ երրորդության, Սուրբ Աստվածածնի, Քրիստոսի բնությունների փոխհարաբերությունների եւ այլն։ Այս է հիմնական տարբերությունը բյուզանդացես եւ առաքելական մեր եկեղեցու միջև։ Բայց երբեք որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մենք ուղղափառ չենք։ Մեր հավատը ուղղափառ հավատ է, առաքելական հավատ է, որը մենք ստացել ենք Քրիստոսի առաքյալների քարոզչության միջոցով հենց Հայաստան աշխարհում։ Արդեն այն, որ այդ առաքյալները իրենց նահատակությամբ, իրենց հեղված արյամբ դարձան սերմերը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ծլարձակման, արդեն դա մեզ պիտի այդ պատասխանատվության մղի, որ մենք կրողներն ենք այդ նույն հավատքի։ Եվ փառք Աստծո, առ այսօր որևէ կերպ, որևէ հայրապետ եւ որևէ եկեղեցական ժողով դույզն ինչ չի ընկրկել այդ սահմանված դավանանքից, որը մենք հպարտորեն դարեր շարունակ կրել ենք եւ այո, մենք այդ առումով ուղղափառ եկեղեցի ենք եւ մեր հավատքը ճշմարիտ, ջինջ, մաքուր այն հավատքն է, որ փոխանցվել է մեզ առաքյալների կողմից։ Պատարագը դարձյալ վիճաբանության հարց դարձավ, ով է մշակել այդ կարգը, ինչպես է մշակվում, ինչպես է փոխվում, ինչ պետք է հիշատակել եւ ինչ պետք չէ հիշատակել պատարագի ժամանակ։ Պատարագը գոնե վերջին մի քանի դարերի ընթացքում փոփոխության չի ենթարկվել։ Այո, այն որոշակի զարգացում ապրել է առաջին դարերում, բայց գոնե Լամբորանացու շրջանից սկսած կարող ենք ասել, թեպետ ավելի վաղ էլ կարելի է գնալ Խոսրով Անձևացու, որովհետև իրենց միջոցով է հիմնականում մեզ փոխանցվել Սուրբ Պատարագի մեկնությունները, ինչը նաև հնարավորություն է տալիս վերականգնել այն սկզբնական շրջանի պատարագամատույցները, թեպետ նաև ուսումնասիրություններ էլ կան պատարագամատույցի զարգացման վերաբերյալ, պատարագը այդ առումով փոփոխելի չէ, եւ եթե անհրաժեշտություն նկատվի այդ փոփոխության, ապա եկեղեցական ժողովը, եպիսկոպոսատ ժողովը կարող է նման փոփոխություն առաջադրել եւ քննարկումներից հետո ի վերջո ամենայն հայոց հայրապետը կարող է դա վավերացնել եւ կամ մերժել նման փոփոխություն Սուրբ Պատարագի ընթացքում։ Պատարագը ինքը խորհուրդ է եւ այդ Սուրբ Հաղորդության խորհուրդը ունի հստակիչ սահմանումները եւ բաղադրիչներ կան, որոնք որ փոփոխելի չեն։ Կարող է բաղադրիչներ լինել, որոնք որ կարող է հարկ նկատեն փոփոխել, սակայն այդ պատարագը նույն այդ կառուցվածքով արկա է եւ նաեւ քույր եկեղեցիների մոտ եւ այլ եկեղեցիների մոտ, որոնք որ հայտնի են իբրև ուղղափառ եկեղեցիներ եւ կամ կաթողիկե եկեղեցին, բայց անշուշտ եկեղեցին պահպանելով հիմնական այդ բաղադրիչները իրավասություն ունի փոփոխություններ կատարելու։ Փոփոխությունները չեն կարող կատարվել կամայականորեն։ Այսինքն այն ինչին, որ մենք ցավոք սրտի ականատես եղանք վերջի շրջանում։ Ես իբրև անհատ, անկախ նրանից ես եկեղեցու անդամ եմ թե ոչ, չեմ կարող մտնել որևէ եկեղեցի եւ ասել ես այսօր ուզում եմ, որ պատարագը այս կրճատումով կատարվի։ Ոչ էլ որպես պատարագ մատուցող չեք կարող։ Անգամ նայեք, երկար ժամանակ քննարկում է այլ եկեղեցիներում դա շատ ավելի երկար քննարկումների փուլ է անցել, մեզ մոտ շատ նենց թույլ ինչ որ փորձեր եղան նման հարցեր արծարծելու, քննարկելու, բայց որևէ տարածում չգտավ անգամ եկեղեցականների շրջանում, չեմ ասի անգամ ժողովրդականություն չգտավ, եկեղեցականների շրջանում էլ չգտավ լեզվի հարցը։ Օրինակ պետք է պատարագը թույլատրել այլ աշխարհաբար կատարել եւ կամ արդյոք անհրաժեշտություն կա, որ այլ երկրներում, որտեղ մենք ունենք համայնքներ, բայց միշտ չէ որ հայրենիները վարժ են հայրենի արդի հայրենի հետ, ել չեմ ասում գրաբերի հետ, արդյոք պետք չէ այնտեղ կատարել այլ լեզուներով պատարագ։ Այդպիսի հարց է բարձրացվել։ Նման փորձեր եղել են, բայց այդ փորձերը մարել են, որովհետև ի վերջո, տեսեք, մի շատ նուրբ հանգամանք կա։ Պատարագը այսօր, եթե մենք դիտարկում ենք ամբողջ աշխարհում, մեր ամբողջ հայոց աշխարհը վերցնենք, միակ արարողությունն է, միակ խորհուրդն է,
որի շուրջ երբ մենք համախմբվում ենք, այն բոլոր տեղեր, սկսած Ավստրալիայից մինչև Հյուսիսային Ամերիկային ծայրը, հա, Արիզոնայի օրինակ համայնքը նույն կերպ է կատարվում։ Եվ դուք որտեղ էլ որ այցելեք, Ռուսաստանում դա կլինի դա Իրաքում, կլինի դա Ավստրալիայում եւ կամ Վիեննայի եկեղեցում, դուք ներկա եք լինելու միևնույն արարողության, նույն կերպ կատարվող արարողության, նույն ձևով եւ նույն գրափարով։ Այսինքն այնտեղ որևէ կերպ չի փոփոխվում այդ պատարագը։ Նույն պատարագն է եւ այդ պատարագը ինչ է անում։ Այն մեզ միավորում է։ Եվ այդ պատարագը ըստ էության միակ արարողությունն է, որը մեզ փոխանցում է մեր այդ միասնականության զգացողությունը։ Եվ մենք ինչու ենք հիշատակում նույն պատարագի ընթացքում եւ ողջերին եւ մեռյալներին։ Մենք հիշատակում ենք հայրապետին, հիշատակում ենք ամբողջ հոգևոր դասը եպիսկոպոսներից մինչև դպիրներ, հիշատակում ենք այսպես ասած իշխաններից մինչև ամենահամեստ ծառայության մեջ գտնվող անձինք, հիշատակում ենք, որովհետև դա մեր միասնականությունն է խորհրդանշում, մեր պատասխանատվությունը յուրաքանչյուրի համար, որովհետև դրանով մենք իբրև եկեղեցի աղոթում ենք յուրաքանչյուրս ամեն մեկի համար, վերից մինչև վար, վարից մինչև վեր, հա? Այսինքն վերից մինչև վար չնկատի չունեմ կաթողիկոսից մինչև, այլ դպրից մինչև կաթողիկոս, չգիտեմ, պարզ շինականից մինչև վարչապետ եւ նախագահ։ Մենք կոչված ենք այդ միասնականությունը պահել, որովհետև դա մեր հայոց աշխարհն է։ Եվ այդ ամենի ի վերջո գլուխ, երբ որ մենք հիշատակում ենք ամենայն հայոց հայրապետին իբրև եկեղեցու պետ եւ խնդրում ենք, որ նա բազում տարիներ հետևի մեր ուղափառ դավանությանը, մենք աղոթում ենք նաեւ իր համար։ Իրեն այն գալով խնդրին, որ այսօր մեզանում առկա է եւ փորձում են տարբեր տեսակով մեքենայությունների ենթարկել այդ հարցը, ասելով ընդունում ենք, չենք ընդունում եւ այլն, դա դատարկ խոսակցություններ են։ Եթե դու հայրապետին չես հիշատակում այդտեղ, իբրև եկեղեցու գլուխ, որ կրում է այդ ուղափառ վարդապետությունը եւ երաշխավորն է այդ վարդապետության պրոյեկտման ամբողջ եկեղեցու վրա, չէ, լինի դա հոգևոր դաս եւ կամ աշխարհական դաս, նշանակում է ոչ թե դու հայրապետին ես մերժում, այլ դու ինքդ քեզ դնում ես կանոնական եկեղեցու կանոնական վիճակից դուրս։ Այսինքն դու քեզ դնում ես եկեղեցական այդ միությունից դուրս, որովհետեւ պատարագը այդ եկեղեցական միությունն է ենթադրում։ Քրիստոս ասեց՝ «Սա արեք մինչև ժամանակների վախճանը» ի հիշատակինս, չէ՞։ Եվ սա պարտավորություն է, որ դրվեց մեզ վրա, որ մենք պետք է դա մշտապես կատարենք, իբրև Քրիստոսի մարմին, իբրև եկեղեցի, իբրև էկլեսիա, իբրև հավաքույթ Քրիստոսի անվանը հավատացողներին։ Եվ եթե մենք իր անվանը հավատում ենք, մենք դա անում ենք այդ միասնական մարմնի համար։ Եթե այդ միասնական մարմնի մեջ դու սկսում ես զատորոշումներ կատարել, ինչ որ բաներ կամայականորեն դուրս թողնել, անտեսել, արհամարել եւ այլն, ոչ թե այդ մարմնին ես վնասում, այո, վնասում ես ինչ որ առումով այդ մարմնին, եւ դա էլ պետք է բոլոր այդ կատարողները գիտակցեն, որ եկեղեցաբանությունը իրենց պատկերացած քաղաքականությունից տարբեր բան է, բայց այս դեպքում ինչն է կարևոր, որ իրենց դուրս են դնում կանոնական այդ դաշտից, իրենց կանոնական այդ միությունից դուրս են դնում, եւ ինչ էլ որ պատճառաբանեն, դա չի կարող արդարացնել իրենց այդ քայլը։ Դա իրենք պետք է հստակ գիտակցեն եւ ճիշտ հետեւություններ կատարեն։ Եվ կարծում եմ կկատարեն էլ, պարզապես կարիք ունեն թերևս լուսաբանությունների, ինչում նաեւ մենք պարտականություն ունենք իրենց անընդհատ խոսելու այդ մասին, որպեսզի իրենց հոգիներին վնասող քայլերի չդիմեն, որովհետեւ դա ի վերջո իրենց է դուրս դնելու եկեղեցուց։ Իսկ Արցախի հիշատակումը, Արցախի հանրապետության հիշատակումը պատարագի ժամանակ, արդյոք դա սադրանք է, արդյոք դա պետք է հիմա հիշատակել, թե ոչ։ Դե ինչքանով Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատերազմի կուսակցություն է, այդքանով էլ Արցախի հիշատակությունը աղոթքի մեջ սպառնալիք է պատերազմի։ Այդ դեպքում եկեք չաղոթենք բազում երևույթների համար, որոնք որ կարիք ունեն մեր աղոթքի։ Այսինքն մենք ընդհանրապես չաղոթենք
կողքինի բարօրության համար, որովհետև դա կարող է վնասել այն մյուս կողքինին։ Չաղոթենք, չգիտեմ, մեր կորած զինվորների համար, որովհետև դա եւս հնարավոր է գրգռի ինչ որ երևակայություններ եւ այսինքն գիտեք նման երևույթները չի կարելի կարծում եմ այդ աստիճան օգտագործել եկեղեցու հանգամանքը, փորձել եկեղեցուն այսպիսի թիրախավորման միջոցով լուծել այս րոպեական ինչ-ինչ խնդիրներ, եկեղեցին բոլոր ժամանակներում իր ծառայությունը բերել է այս ժողովրդին, եկեղեցին բոլոր ժամանակներում աղոթել է Հայաստանի Հանրապետության վերականգնման համար, այսինքն ասեին մի աղոթ է հանկարծ կարող են այն տերությունները, որոնք այս պահին իշխում են, տիրապետում են կամ Հայաստան հայրենիքը մեր բաժանել են իրար միջև, լինի դա Ռուսաստանի, լինի դա ցարական Ռուսաստան, լինի դա Օսմանյան կայսրությունը եւ կամ Պարսից տերությունը, հանկարծ իրենք դա կնկատեն պատերազմի սպառնալիք, գիտեք, եկեղեցին միշտ փայփայել է, միշտ ինչ որ գաղափարներ, եկեղեցին միշտ աղոթող է եղել իր ժողովրդի իղձերի համար եւ եկեղեցին էլ այսօր գտնում է որ պետք է աղոթի յուրաքանչյուր արցախցու համար։ Ինչ ենք մենք, այսինքն աղոթքը դա նվազագույնն է, որ մենք կարող ենք այդ մարդկանց հանալ, բայց դա էլ կարծեք թե շատ է համարվում, որ մենք չպիտի նաեւ իրենց համար աղոթենք։ Իրավունք չունենք աղոթել այդ մարդկանց իրավունքների վերականգնման համար։ Մենք Աստծուց իրավունք չունենք որևէ օգնություն ակնկալել։ Աստծուն որևէ հարցով չդիմենք, չանհանգստացնենք։ Այդ դեպքում թող բարի լինեն իրենք այստեղ խնդիրները բոլորը լուծեն։ Մենք էլ մոռանանք այդ պարտականության մեր մասին, որ պետք է եկեղեցին չպիտի աղոթի։ Դա էլ է քննարկման առարկա, վիճարկման առարկա։ Այսինքն եկեղեցին պետք է կարող է դիտարկվել պատերազմի կուսակցություն, գիտեք, եկեղեցին միշտ յուրաքանչյուր անհատի կոչ է անում նախ ինքն իրեն քննել, իր աչքի շյուղը տեսնել եւ նոր գերանը մատնանշել, հա։ Գիտեք, դա էլ եկեղեցու խոսքը չի, Քրիստոս է ավետարանի մեջ, չէ՞ ասում։ Ասում եմ, մի հատ ինքդ քեզ նայիր, ինքդ քեզ քննիր եւ հետո հետեւություններ արա դիմացինի մասին։ Գիտեք, երբ որ եկեղեցուն այդպես, գիտեք, կարող է այդ պահին ինչ որ մարդկանց ունկերին դա շատ նենց հաճելի է հնչում, որ եկեղեցին պատերազմի կուսակցություն է, բայց մի հատ անդրադարձեք այդ որակման ծանրությանը։ Դուք ինչպես եք անվանարկում եկեղեցին։ Այսինքն ինչպես եք դուք ձեր վերանները բացում այդպես կոչելու Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցուն, որի 17 դարվա ապրած կյանքը յուրաքանչյուրի աչքի առջև փաստագրված է, թեպետ դա էլ կարող են վերաշարադրեն, խնդիր չի, բայց դուք որ ուղղակի մի քանի տարվա ձևավորված իշխանություն եք, փոխանակ փորձեք այս ժողովրդին համախմբել, դուք նման քայլերով ավելի պառակտում եք այս ժողովրդին։ Ոչ թե եկեղեցին եք պառակտում, այս եկեղեցի ու կործանումը երբեք շահեկան չի լինելու այս ժողովրդի համար։ Այս եկեղեցին այս ժողովրդին միշտ միավորել է անգամ ոտատակ է ընկել, ինչի եւ հիմա է կատարվում եկեղեցու հետ։ Ոտատակ է ընկել իր բարձրաձայնած ճշմարտությունների համար, իր պատկերացրած արդարության համար, բայց այդ պատկերացրած արդարությունը ի վերջո մեր ժողովրդի համար պատկերացրած արդարությունն է։ Երեք ես առիթ ունեի դատավորի Կիրակի օրվա խորհրդով քարոզելու Սուրբ Աննա եկեղեցում եւ ես ճիշտ այդ գաղափարն էի ներկայացնում մեր ժողովրդին, որ այսօր մեր շուրջը ամենքը կարծեք խոսում են ճշմարտությամբ եւ արդարության իրենց չափանիշներով, բայց արդյոք յուրաքանչյուրի այդ չափանիշը համապատասխանում է այն չափանիշին, որը մեզ տրված է Աստծուց, որովհետեւ մենք ի վերջո մենք չպիտի մրցակցության մեջ մտնենք, թե ես ոնց եմ արդարություն ընկալում կամ ճշմարտություն իմ մտապատկերում ինչպիսի ծավալ ու բովանդակություն ունի, այլ պետք է մենք ի վերջո մեր կյանքը կառուցենք այն չափանիշով, որը մեզ տրված է ի վերջո ի վերուստ, որովհետեւ եթե համեմատության մեջ դնենք, այո, կարծում եմ նվազխոցելի կլինի Աստվածադիր օրենքը պատվիրանը, քան սահմանված ինչ որ կամ արտահայտված ինչ որ գաղափար, որը հաճելի է այդ պահին ինչ որ
կուսակցության հետևորդների, բայց քայքայիչ նշանակություն ունի եւ կամ քայքայիչ հետևանքներ պիտի ունենա մի հսկայական հանրության համար։ Վերջին հարցը կարգալույծ անելու, ձեռնադրելու կամ թեմի առաջնորդ նշանակելու այդ պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ով է դա անում եւ արդյոք հնարավոր է այդ կարգը փոխել դատական որոշումներով։ Ուղղակիորեն արձագանքեմ ձեր վերջին հարցմանը եւ առաջանամ։ Դատական որոշումներով դա չի կարող վիճարկվել, որովհետեւ դա եկեղեցու ներքին կյանքին է վերաբերում եւ եկեղեցու կյանքում ամենայն հայոց հայրապետն է, որ կայացնում է նման վճիռներ, որովհետեւ հայ եկեղեցու կանոնական դրությամբ եւ նաեւ պետության մոտ գրանցված կանոնադրությամբ ամենայն հայոց կաթողիկոսն է, որ իրավասու է նշանակել եւ պաշտոնից ազատել թեմակալ առաջնորդների։ Եվ որևէ մեկը դա չի կարող վիճարկել, այսինքն նկատի ունեմ որևէ այլ դատական ատյան չի կարող դա վիճարկել։ Երկրորդը, ինչ վերաբերում է քահանաների ձեռնադրությանը, ապա հոգևորականների ձեռնադրությունը սովորաբար այսպես է կատարվում, երբ անձը ավարտում է ճեմարանը եւ կամ այլ հաստատություններից է գալիս, նման պրակտիկա էլ կա եւ կարճ վերապատրաստման դասընթաց է անցնում քահանայից պատրաստության, այդ անձին երբ առաջադրում են քահանայության, ճեմարանի տեսչությունը եւ կամ որևէ թեմակալ առաջնորդ, եթե իր տարածքից է այդ թեկնածուն, թեկնածությունը ներկայացնում են ամենայն հայոց հայրապետին, ամենայն հայոց հայրապետը որպեսզի նաեւ փարատի բոլոր տեսակի նման հնարավոր խնդիրների առաջացումը 2011 թվականին ստեղծել է պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբ, որտեղ որ այդ քահանայացուները գնում ներկայանում են վեհափառի թելադրությամբ այդ հանձնախմբին եւ երբ հանձնախումբը քննությունից հետո ասում է, որ անձը պատրաստ է քահանայության, ապա հայրապետը իր օրհնությունն է տալիս եւ տեղի ունենում տվյալ անձի ձեռնադրությունը։ Ինչ վերաբերում է կարգալուծությանը, կարգալուծությունը լինում է հետեւյալ պարագաներում, երբ որ նորից տվյալ հանձնախումբը գործում է, սակայն կարգալուծության առաջադրում են կամ ամենայն հայոց հայրապետը, երբ ակնհայտ ինչ որ խնդիր կա եւ վեհափառն է խնդիրը բարձրաձայնում եւ կամ խնդիրը առնչվում է մայրաթոռի միաբանի կամ թեմակալ առաջնորդի կամ որևէ բարձրաստիճան եկեղեցականի եւ կամ եթե տվյալ քահանայի ծառայության վայրից թեմակալ առաջնորդը, երբ քահանայի հետ ակնհայտ խնդիր կա ծառայության հետ առնչված եւ կամ իր վարքագծի եւ կամ տարբեր տեսակի խնդիրներ են լինում կարգապահական, վարչական եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ թեմակալ առաջնորդը կամ խնդիրը ներկայացնում է ամենայն հայոց հայրապետին եւ եթե անառարկելի է որ նա ենթակա է կարգալուծության, ապա հանձնաշողովը այդ հանձնախումբը վերահաստատում է սա եւ խնդիրը նորից վերադարձնում է ամենայն հայոց հայրապետի եւ անձը ուղակի կարգալույծ է լինում եւ կամ ինչպես ասացի, եթե ամենայն հայոց հայրապետի կողմից է դա առաջադրվում անձը կարգալուծության։ Հիմա հստակ է, որ երբ մենք քննում ենք այս գոնե վեհափառի այս վերջին 27 տարիների ընթացքում բազում անձեր կարգալույծ եղել են տարբեր պատճառներով, դրանք եղել են բարոյական խնդիրներ, ծառայության հետ կապված խնդիրներ, վարչական թույլ տված վարչական մեղադրանքներ են առաջադրվել, ծառայությունը թողնելու, երբ անձը ցանկություն չի ունեցել այլևս ծառայել, եւ այդպիսի դիմումներ եղել են բազում։ Ես կարող եմ ասել, որ կարգալույծ է եղել շուրջ 150 անձ, որոնցից ընդամենը 9 հոգուն է, որ վեհափառ հայրապետն է ուղիղ ցուցումով կարգալուծության ոնց որ ասում են տարել եւ ի վերջո կարգալույծ հռչակել, վերջին հաշվով վեհափառն է կարգալույծ հռչակում անձին, բայց իր անմիջական կարծեք նախաձեռնությամբ մնացյալը եղել են դեպքեր, երբ շուրջ 50-ից ավել 60 պարագա եղել է, երբ անձին ուղակի իրենք են կամովին որոշել, որ ծառայությունը թողնում են, դրանք տարբեր են եղել, չգիտեմ, կուսակրոն եկեղեցականները ցանկացել են այլևս իբրև ամուսնացյալ աշխարհականներ իրենց կյանքը շարունակել եւ իրենց չեն տեսել այդ ծառայության մեջ,
կամ ամուսնացյալ քահանաներ ամուսնալուծության պատճառով իրենք են դիմել, որպեսզի որևէ կերպ չթիրախավորվեն հավատացելոց կողմից եւ նախընտրել են այլևս աշխարհական իբրև շարունակել իրենց կյանքի ընթացքը։ Մնացյալները հիմնականում առաջադրվել են թեմակալ առաջնորդների կողմից կարգալուծության իրենց ծառայության վայրերում դրսևորած իրենց վարքագծի համար։ Իսկ եթե կարգալույծը համաձայն չէ, որ իրեն կարգալույծ են արել, որտեղ նա պետքա դա վիճարկի եւ արդյոք նա պետքա վիճարկի պետական դատարանում։ Գիտեք, պետական դատարանը իրավասու չէ կարգալույծ եղած եկեղեցականին վերադարձնել իր եկեղեցական իշխանությունը, որտեվ դատարանը չէ այդ իշխանությունը այդ եկեղեցականին շնորհել իբրև եկեղեցական գործելու։ Դա տրվել է ձեռնադրությամբ, դա տրվել է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ մենք միշտ պիտի մի բան հաշվի առնենք, որ երևի ոչ մեկ չի ուզում հաշվի նստել այդ երևույթի հետ։ Ի վերջո մենք գործ ունենք աստվածային զորության հետ։ Մենք երբ քահանան ծնկում է այդ խորանի առջև քահանայացուն, մենք աստվածային զորությունն ենք հրավիրում մեր աղոթքներով, որպեսզի բոլոր այն անձինք, որոնք որ ներկա են եւ իրենց ձեռքը դնում են այդ ձեռնադրյալի վրա, իրենք չէ որ նրան ձեռնադրում են, այլ իրենց միջոցով Սուրբ Հոգին է գործում, աստվածային շնորհն է գործում, Սուրբ Մյուրոնը դրոշմելով նրանց ձեռքերին եւ ճակատներին, դա մենք այդտեղ ընդհանրապես իբրև միջոց ենք, որ փոխանցում ենք այդ Աստծո այդ օրհնությունը ձեռնադրյալին, որ ինքն էլ գնա նույն այդ իշխանությամբ, այդ առաքելական հաջորդականության իշխանությունն է, որ Քրիստոսից տրվեց առաքյալներից տրվեց երեցներին, փոխանցվեց բոլոր եկեղեցիներով, չէ՞։ Այդ իշխանություն տրվեց, որ իրենք գնան, քարոզեն, մկրտեն, իրենց ծառայությունը բերեն իրենց համայնքներին, որպեսզի փրկվի նրանց հոգիները։ Հիմա աշխարհիկ դատարանները կարծում այդ փրկության գործով չեն զբաղվում։ Իրենց գործառույթը լրիվ այլ է, ինչպես որ այդ աստվածային զորությունը փոխանցողը չեն, իրենք ձեռնադրվողին, ընծայացուին, այնպես եւ իրենք իրավունք չունեն վիճարկելու ամենայն հայոց հայրապետի եւ կամ ինչ որ թեմակալ առաջնորդի կայացված վճիռը եւ փորձեն նաեւ պարտադրել այդպիսով շատ ավելի վտանգավոր նախադեպ ստեղծելով։ Նշանակում է, որ եթե այդպիսի բաները վիճարկելի են եւ արդեն իսկ այսօր այդ խնդիր ունենք, այդ համայնքը եւ այդ թեմերի եկեղեցականները, որտեղ որ նման փորձ է արվում վիճարկումներ կատարելու, կանգնում են շատ ավելի ծանր որոշումների առջև։ Իրենք քաղաքացի են, իրենք պիտի ենթարկվեն իրենց քաղաքացիական պարտքից ելնելով դատարանի որոշմանը, թե իրենց հավատից ելնելով իրենք պիտի իրենց հոգիների մասին մտածեն եւ եթե ինչ որ մի անձի արգելված է այլևս քահանայագործել, որտեղ դա արգելք է, որ դրվում է։ Ինքը, այո, այդ շնորհը չի ջնջվում, բայց արգելանք է դրվում, ինքը իրավունք չունի այլևս քահանայագործելու, որտեղ ինքը այդ շնորհազուրկ վիճակի մեջ է, զրկված չէ շնորհից, բայց զրկված է այդ իրավունքը գործադրելու, այդ շնորհը գործադրելուց։ Եվ եթե անձը առերեսվում է այդպիսի անձի հետ, որը ասում է եկեք ես պիտի ձեր խորհրդակատարությունները կատարեմ, եթե ես թեմակալն եմ եւ պիտի ես իրավունք իշխանություն ունեմ եւ իրեն սատարում են ինչ պետական մարմիններ եւ կամ հարկադիր կատարման ծառայությունը, եթե իրենց անօրինական ակտերով այդ մարդուն սատար են կանգնում, այդպիսով իրենք շատ ավելի մեծ մի հանրության մղում են շատ ավելի օրինախախտ երևույթների, որն է այդտեղ բան, այսինքն այդ քաղաքականությունը երբեք շահեկան չի կարող լինել եւ թվում է թե կարող է ինչ անձերի եւ կամ իշխանության գտնվող կուսակցության համար շահեկան լինել, սակայն ես կարծում եմ, որ իրենք պիտի լրջորեն անդրադառնան, որ նման երևույթները ամբողջ հասարակությանն են կանգնեցնում շատ ավելի ծանր բարոյական պարտավորությունների առջև։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Վահրամ Ավագ քահանա Մելիքյանի հետ։